Ես դուրս եմ գալի գնամ շուկամ, ուրեմն այսօր բան ենք անելու մարզասրահում, ինչ-որ կիսելու ենք ուտելիքով, ավելի ճիշտ մրգերով, մրգեր, յոգուրտ եւ այլն, եւ ես տանելու եմ պապայա, գնում եմ պապայա առնեմ, բերեմ կտրատեմ, որ պատրաստ լինի, հետս տանեմ մարզասրահ, ընդեղից է կնկարեմ. Flor de calabaza espinaca. Buenas tardes. Tengo de limón, de fresa, tamarindo. ¿Tiene papaya? Sí, amiga, deja acá la esquina. Ah. Serían 300. Այստեղից ենք բանջարեղենը առնում, այստեղից շուկան է, ժողովուրդ մեջ շուկա է, ներսը մտնում ես, կողնում ես մեջը. Այստեղ հացակուլիկեղանի խանութ է, այստեղ թարմ հյութեր են տալիս, ելակ են վճարում, այստեղ մանր բաներ, համեմունքներ այստեղ տակում, հենց արև շոկ. Հակուստ բան. Այդ պաղպաղակի խանութը, այդ այ հոպարե աղջկանն է. Ստեղ էլ են օգնոցներ են. այստեղ թելերի խանութ է. կներեք, որ արագ եմ ասնում, բայց չեմ ուզում բանալում. Այստեղից ես խանութից կասենք մանր գաթ, կոկամոկ առնելու. Այստեղից տորտիա ենք առնում, եգիպտացորենի տորտիա. կայանատեիներ են, ձեր հետ խոսելով նրա հասատում են. Այստեղ եմ ազերս կտրում, որ կտրեց այս աղջիկը, էլ չեմ գալի իրեն մոտ. Ասանք տուն. Նոմանչես, դեքրս ասարկել ակլորների համար, որ կրվածնում են, մեղք են. Pobrecitos. Buenas tardes. Hola, buenas tardes. Все, папайя առա, սա բանան եմ, կտրատեմ, բայց գնալուց առաջ կկտրատեմ, որ շատ սենց բան չլինի, 'Դնեմ սառնարանը, ճիշտ կարմրել եմ կարմրել. Այստեղ էլ բանջարեղենը, 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 այստեղ էլ բ
Այսին շոքա թող մի քիչ սառի գնալուց առաջ կկտրատեմ, որ շատ սենց հյութը դուրս չգցի այ գնամ մի հատ ներս լվամ տեսակ մեր բանը, մեր շուկան այս ակնոցներն էլ վերցրի կարմիր ակնոցները վեր գնացիր լավն է դուրս եկա, մի հատ ուրիշ բան էի նայում, հետո մեկ էլ վերջում ես փոխեցի, փորձեցի, ես և շատ դուրս եկավ։ Եկել ենք ուփակը, սպասում ենք գամ բացեն կտրատած պապայա։ Մարզի չգնացել է երեխուն թողնի ինչ-որ տեղ, այսա եկավ։ Մենք արդեն տակացել ենք այսքանով։ Los suicidios son así soy tú. Sale por ahí a lo mejor un galán, ¿verdad? Que tenga. Y con Lucy, uno de 1.80. Que tenga petróleo. Es մեր մարզիչն է, toda roja. Ինքը մեր հարևանուհին է, Դոնյա Գլորիա։ Ողջույն, ես օգնես ջրտված եկել եմ տուն, այստեղ հաց եմ սարքում, հետո բանը, դեռ կարմրած եմ, ուրեմն շատ լավ ժամանակ անցկացրեցինք, հաճելի էր ուսուցիչների տոնիկապակցությամբ, շնորհավորեցինք մեր ուսուցչին, ու շատ հավես էր, հավես անցավ, լավ էր, այստեղ միսիկ եմ պատրաստեմ, հատ գնամ հովանամ, թարմանամ, փոխվեմ, ուղղակի բետոն ինձանի շուտ է եկել ու միս էի հանել, հետ չեր եկել, դրանց թողեցի ու գնացի, դեր կարմրած եմ, բացուտենք և անցնենք մնացած գործերին, ես երկու օրը չեմ կարողանում գործեմ, բայց այսօր երևի հոգնած եմ, չգործեմ, տեսնենք, Նենց լավն է խնդալու են աղջկեքը, ինձ հարցնում են ոնց ես բետոյի հետ ծանոթացել, դե շուտվանից իմացել են, որ օնլայն ձևով եմ ծանոթացել, դե մի քանի աղջիկ կան ուզում են ամուսնանան, ասում է իրենց սովորացրու օնլայն ձևով ծանոթանալ, հարցնում են ինչ էջով եք ծանոթացել, ասում եմ սովորական Facebook-ով, ինչ-որ ծանոթության էջ չի եղել, ուղղակի Facebook-ով ծանոթացել ենք, այս մարզիչը ասում է, բայց ինքը ուզեցել է իր այս բաներենը բանանի էլի, տենց օգտագործի, դրա համար տենց ծանոթացել էր ամուսնու հետ, դու էլ պետք է մի հատ հոբի գտնես, այդ աղջկան ասում, դու էլ պետք է մի հատ հոբի գտնես, որ տենց ինչ-որ մեկի հետ շուտ խոսակցության թեմա ունենաք, ու տենց ծանոթան ասել է, տենց շատ խնդալու բաներ էին խոսում, մի խոսքով տենց ասում եմ կարող է ալիք բացեմ, այդ աղջիկը բան է, այն աղջիկն է, ով նասկիները տենց զույգ հագել ենք, ու էլի կան տենց աղջիկներից, բայց այս անգամ մի քանի հոգի ենք, աղջիկը գալիս է մարզվելու ուտելու համար, որ կարողանա ասենց ախորժակով ուտի, ասում է ես շատ ուտող եմ, տենց, բայց շատ բոյով է ինքը ու չի երևում էլի իր վրայից,
ասում եմ արի քեզ համար ալիք բացենք ուտելու ասում է չէ սկզբից հասկացա որ խոհարարական ալիք որ ինքը պատրաստի ասում եմ չէ դու չեմ ասում դու պատրաստես ուտելու գնաս այստեղ տարբեր վայրեր բան ու սաղովի սենց բան արեցին էլի սենց արձագանքեցին ճիշտ ասում կգնաս տարբեր տեղեր կուտես կփորձարկես խոսքով այդպես բանը մուկբանկի այդպես բաներ վիդեոներ կանես ու մարդկանց հետ կծանոթանաս այնպես որ ավեզ շատ ուրախանցավ այսօր շատ ուրախ եմ ողջույն բոլորին այսօր շաբաթ է ու բանը այսօր պետք է գործի դուրս ենք գալու կասեմ ինչի բայց չգիտեմ այս վլոգում կտեսնեք թե մյուս վլոգում տեսնենք ուզում եմ այստեղ ձեզ ցույց տամ որ տիկին Նանցին թողել է բաներ որ ջրեմ ես ինձ է հանձնարարել հիմա գնամ տենամ այսքանի օր չեմ բարձրացել չի ստացվում բարձրանամ հետո իր տապուչկեք ստեղ որ դրա կոշիկները փոխի հանի դենց հակնի էլի խոսքով ասենց հիմա եկեք տենանք այնտեղ լոլիկներ կան կարմրել են արդեն սա լոլիկները կարմրել են այստեղս ծառը բան այստեղ մի հատ վարդա տենամ այստեղ ջուր է գալի ջրեմ այստեղ պետք է ջուր կա հենց գալիս է բայց ինչով ջրեմ ասեք մի հատ բան բերեմ որ կարողանամ ջրեմ Mettunna. Ստեղամյատ լոլիկ կա Ասի գոյավայի ծառա ոնց որ հա էսա նայք ֆոտող ա տվել Հուսանք չեմ ուշացել ջրելու պահը այստեղ ծաղիկներ կան նայք Կբանասեի տուն մտա ու մոռացա ուրեմն այստեղ մենք մեր բալկոնը ունենք փոքրիկ sense նեղ բալկոն չի կա լինում ուզում ենք այս ձևի sense ինչ որ փակենք երկաթներով ու ես էլ կարողանամ այնտեղ ծաղիկներ եմ ուզում հա տենց բայց գիտեք ոնց եմ ուզում եմ որ Այս օրինակ ասենք այդ վերևի հատվածներում այստեղ լինի որ տարաներ դնեմ հարմար sense սարքվի այդ sense չգիտեմ sense տարաներ դնեմ կարողանամ հարմարացնեմ ու բան անեմ Միշտ որ նկարք գտնեմ մոտավոր ոնց եմ ուզում ու այդ տեղում տարաները դնեմ ու ծաղիկներ լինի կամ չգիտեմ ինչ որ ուղղակի բույս լինի, հա, տենց դրսի կամ չգիտեմ թեկուզ կակտուսային ինչ որ բույսեր լինեն, հետո կերևա, բայց ուզում ենք սենց ծածկենք։ Պես որ այսքանի վաղտը պետք է ինչ որ երկաթի հետ
գործեր բանա մեզ պետք է, այդ ընթացքում այդ մարդուն կհարցնենք էլի, այստեղի պահովել, տեսնենք։ Իսկ ընդհանուր այս մեր զալը որ լինի, այս զալի վերևը տենց ուզում եմ ավելի շատ բաներ դնեմ։ Սենց ավելի շատ սենց ցանեմ ուտելու տենց բույսեր կանաչի, սող, կանաչ, տենց համեմունքներ, նանա, տենց, այդ ձև ռեհան ունենամ, ու տենց գնամ կաղեմ ես, այդ ձև հավես կլնի, իսկ վերևը, որ մեր լվացքի մեքենան ալինելու, տենց կա, այս մյուս հատվածում, բալկոնի, հենց մեր սենյակի վերևի հատվածում, այդտեղ ծաղիկներ եմ ուզում, օրինակ ասենք վարդեր, պուճուրիկ վարդերը, շատ եմ սիրում, շատ է դուրս գալի, տենց ինչ-որ ծաղկող ծաղիկներ եմ ուզում լինի, տեսնենք, շատ կուզենամ, ինչ-որ տենց այգի նման տեղ սարքային պուճուր սեղանաթոռ ունենանք, իրիկունները բարձրանանք սուրճ, թեյ խմենք, տենց նստենք, զրուցենք, հավես կլնի, դա ամեն ինչ է, որ սենց ծրագրեր են, ուղղակի պետք է համբերեր ու հերթով, այն ով էր, դու ես? Ուզում եմ, որ իրան սիրեմ, վեճնի քորեմ, վեճնի պատրաստ է, ու տենց քորելուց հետո, որ ձեռդ հետ է ստանում, մեկ էլ նենց հայացքով անայում, յանի պարտավոր ես էլի, Всё, հերիքա, սա էլ սպասում է, որ դուռը բացեմ մտնի, էլի ես ուզում, հայկած բեզատկազնենքը, իշքան քորես, սիրես, ճզմես, սենց, չէ չի ասի, չի ասի, չէ ընդեղ չենք գնում, կամ լավ գնում ենք, որ լոլիկները լվանանք, Մույտի, մուկիկս, ինքը մուկիկա, ինքը մեղվիկա, սալմոն, ճուտիկա կամ աղվեսան, այած տրամադրության, իսկ նեսան վանա, բույա, բու, չէ? Ահա, այսօրվա բերքահավաքը, ջան, ուրեմն եկեք մի հատ հարցի պատասխանեմ, որ որոշեցի սենց վլոգի մեջ պատասխանեմ, քանի որ մեկնաբանություններում այդքան տենց գրելու, չգիտեմ, հարմար չէր, ուրեմն ինձ հարց են տվել, հարցը ստեղ կարող եմ դնել, Անիջան կասեք, ինչի չար մարդիկ չեն վախենում և չեն պատժվում և ինչի սուտ խոսքին հավատում են տարածում, բայց ճիշտը դժվար է նկատվում և մյուս անձը տենց հավելում գրել է, իրոք որ երբ նույն հարցերը ուղղում ես, իրենք ողջ էությամբ, գաղափարով ու բովանդակությամբ կրոնի գերի դարձած հավատացյալներին, ասում են Արարչի գալուստը մոտ է, գալու է ամեն ինչ իր տեղը գցի մեռանք սպասելով գալստյանը, բայց այդպես էլ չի գալիս, աշխարհն էլ հասել է այլասերման գագաթնակետին։ Սկսենք նրանից, որ Աստված գիտի ժամանակները, իհարկե հենց Հիսուսի հարության օրվանից, հաջորդ օրվանից միշտ ասվել է, որ Տիրոջ գալուստը մոտ է, միշտ այն սկզբից էլ,
Բայց մենք նայում ենք նշաններին, ովքեր որ կարդում են Աստվածաշունչը, հավատում են Աստծո խոսքին, հա, Աստծո խոսքով են առաջնորդվում, տեսնում են ուրեմն նշանները, Աստվածաշունչում Հիսուսը բազմիցս անգամ խոսում է նշանների մասին, ու ես ձեզ խորհուրդ եմ տալի, որպեսզի դուք էլ կարդաք, իմանաք այդ նշանները երկրի այդ տիրոջ գալուստի մասին, հա, տենց երբ լինելու, բայց օր ու ժամ իհարկե ոչ մեկ չգիտի։ Եվ նաև մենք նաև գիտենք Աստվածաշնչից, որ վերջին օրերում ավելի է ամեն ինչ վատանալու։ Եթե տեսել եք, օրինակ ասենք 80, ես այն տարիներն եմ ասում, որ օրինակ մենք հա տենց իմ տատիկները, իմ պապիկները, ծնողները հա տենց տեսել են, սկսենք 80-70-ական հա թվականներից մինչև այսքան ինչքան է աշխարհը բացվել, ինչքան է տենց ամեն ինչ սենց այլասերվել, չգիտեմ, կեղտոտ ամեն ինչ, ամենտեղ 10+ չասեմ էլի բառերը չարտահայտեմ, բանա տենց թեմաներ են, հեռուստատեսություն ամբողջությամբ, սենց ինչ-որ սենց բաց հագուստներով եւ այլն, դուք հասկանում եք ինչի նկատի ունեմ, քանի որ այդ ամեն ինչի մասին գրված է Աստվածաշնչում։ Ուրեմն ես ուզում եմ կարդամ, շատ են, գիտեք, շատ են նման խոսքերը, Հիսուսն էլ է ինքը ասում, եւ բաներն էլ աշակերտներն էլ են նաեւ ասում այդ ամեն ինչի մասին, դրա համար կարդացեք Աստվածաշունչը, Աստվածաշունչը այն միակ գիրքն է, որ մեզ կարող է օգնել, որ մենք Աստծո մեջ լինելով հանգիստ լինենք, քանի որ այն մարդիկ, ովքեր հավատում են, վստահում են Աստծուն, Աստված տալիս է այդ հանգստությունը, որ իր պաշտպանության մեջ ենք, հա։ Հիմա եկեք տեսնենք ինչ է ասում։ Ես երկու խոսք եմ կարդալու ընդամենը։ Ուզում եմ կարդամ Բ Տիմոթեոսին 3-րդ գլխից առաջի խոսքից։ Իմացիր սա, վերջին օրերին չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, ամբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր, նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունն ուրացել են։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այս ամեն ինչը կա, մենք արդեն ապրում ենք վերջի օրերի մեջ, եւ բայց այն ամենայն վերջի օրերը արդեն ավելի դաժան է լինելու ժողովուրդ։ Այսինքն այս մարդիկ ասում են, որ մենք Աստծուն ենք հավատում, բայց Աստծո զորությունը, հա, տենց ուղղակի խոսք իրանց շուրթերին է, հա, մենակ խոսքով են ասում, իսկ հոգու մեջ, սրտի մեջ չունեն Աստծուն։ Ուրեմն ուրացել են նրանցից խուսափիր, որովհետև դրանց մեջ կան այնպիսիներ, որոնք տնետուն են մտնում, գերում մեղքերով, բեռնավորված կանանց, որոնք ներքաշվում են զանազան ցանկությունների մեջ, որոնք միշտ ուսանում են եւ երբեք չեն կարող հասնել ճշմարտության գիտության։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ուզում են սովորացնել, yani իրենց ճիշտ ցույց են տալի, բայց երբեք իրանք ճիշտ ուղու վրա ճշմարտությունը չեն օգտագործում իրենց կյանքում։ Ինչպես որ Հանեսն ու Համբրեսը Մովսեսին հակառակվեցին, այնպես էլ սրանք են ճշմարտությանը հակառակվում։ Այս մարդիկ, որ մտքով ապականված են եւ հավատքի մեջ կեղծ, բայց դրանք ավելի առաջ չեն գնա, որովհետեւ դրանց անմտությունը բոլորին հայտնի կլինի, ինչպես որ նրանցը եղավ։ Այսինքն Հանեսն ու Համբրեսը Մովսեսին հակառակողներ էին, որ յանի Աստծուն հավատում էին, բայց Մովսեսին չլսեցին, հա, տենց ու Աստված իրանց պատժեց։ Այսինքն այդ ասում, որ մեկը այս մարդիկ իրանց
պատիժը ստանալու են, իրանց դատը գալու է, այստեղ թե մահից հետո, այսինքն այդ մարդիկ Աստծուն չընդունեցին ու Աստվածաշունչն էլ է ասում ամեն Տեր ասող չի, որ մտնելու է Աստծո արքայություն, հա, այսինքն ես իմ բառերով եմ ասում տենց կար, ամեն Տեր ասող չի, որ Աստծուն ընդունում է, Աստծուն հավատում է իր սրտի մեջ, ընդունում է Աստվածավայել է ապրում, ու Աստված սրտեր քննող Աստված է ու տեսնելու է, որ յուրաքանչյուրի սիրտը տեսնում է ու այն մարդիկ, ովքեր կեղծ են, ովքեր որ կեղծ աստվածապաշտությամբ են զբաղված, չեն ժառանգելու Աստծո արքայությունը, այլ ստանալու են իրենց դատը։ Եվ նաև ուզում եմ հայտնության գրքից կարդալ 22-ի 11-րդ խոսքը այսպես ասում. Անիրավություն գործող թող ավելի անիրավանա, և կեղտոտը թող ավելի կեղտոտվի, և արդարը թող ավելի արդարանա, և սուրբը թող ավելի սրբանա։ Ահա շուտով պիտի գամ, և իմ վարձը ինձ հետ է, որպեսզի յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցեմ։ Ես եմ ալֆան և օմեգան, սկիզբն ու վերջը, առաջինը ու վերջինը։ Այսինքն այս կեղտոտը ավելի է կեղտոտվելու, մեղավոր ավելի է մեղավոր լինելու, իսկ այն մարդիկ, ովքեր սրբության մեջ են, ովքեր որ Աստծուն ընդունում են և ուզում են, փորձում են աստվածավայել ապրել, իրանք գնալով ավելի են այդ ամեն ինչի մեջ հաստատվելու, արդարության մեջ հաստատվելու, Աստծո արդարության մեջ հաստատվելու և տեսնում ենք, որ մեկը այս մարդիկ իրենց ժառանգությունը ստանալու են, ովքեր որ անիրավություն գործողներ են ու մենք չէ որ պետքա քննենք ու մենք պետքա դատենք, որ տես դու այս մարդը սենց ինձ վատություն արավ, ինքը ինչի չի պատժվում, անգամ ինձանից լավ է ապրում, իրանք իրենց վարձքը այստեղ ստացել են, մանավանդ եթե քրիստոնյաներ են, իրանց ասելով, այդ մարդիկ իրենց վարձքը այս երկրի վրա ստացել են, իրանց ծափերը են, հովիվները, քահանաները, ովքեր որ բեմ են բարձրանում կամ չգիտեմ ինչ-որ մի ծես են կազմակերպում և իրանց ջեբներն են լցնում, իրանց վարձքը արդեն իսկ ստացել են, իսկ այն մարդիկ, ովքեր հույսները դրել են Աստծո վրա, Տերը պատրաստում է ժառանգություն, արդեն իսկ պատրաստել է ժառանգություն, որպեսզի շնորհի հավիտենության մեջ, այնպես որ եկեք ուղղակի կարչենք Աստծուն, խոսքը կարդանք, իմանանք Աստծո ճշմարտությունը, այս տեղերը այս մասին գրված ամենուր են ժողովուրդ, կարդացեք Աստվածաշունչը, մենք քրիստոնյա ենք, բայց մենք չգիտենք այն գիրկը, որ մեզ թողել է մեր Աստվածը, մուսուլմաններն ավելի լավ գիտեն մեր Աստվածաշունչը, քան մենք մեր սեփական գիրկը, այն Աստվածաշունչ են խոսքը, որ ամեն օր որպես ուղեցույց պետքա լինի մեզ, ամեն օր շատ չէ, մի գլուխ կարդացեք, թեկուզ սկսեք նոր կտակարանից, հա, և թող բան լինի, տպավորվի, մի հատ Սաղմոս կարդացեք ամեն օր, հա, տենց Տիրոջ հետ զրուցեք, աղոթեք, հարցեր տվեք ու տեսնեք, որ Աստված ձեզ պատասխանում է այդ նույն հարցերին, այնպես որ դուք հանգիստ եղեք, այդ մարդիկ իրանց վերջ ունենալու են ժամանակները Աստված գիտի, թե ում ոնց անելու, բայց մեկը այդ մարդիկ իրանց դատը ունենալու են, ուղղակի եկեք աղոթենք, որպես քրիստոնյա ազգ, աղոթենք այդ մարդկանց համար, որպեսզի ժառանգեն Աստծո արքայությունը, ապաշխարեն, դառնան դեպի Աստված, մաքրեն իրենց սիրտը և դառնան դեպի Աստված, այլ ոչ թե կորչեն, հա, կորչեն հավիտյան, այլ Աստծո մեջ ապրեն հավիտյան, այնպես որ եկեք աղոթենք այդ մարդկանց համար, քանի որ Աստվածաշունչն ասում է աղոթիր քո թշնամիների համար, ներիր այն մարդկանց, ովքեր քեզ չարություն են տալիս, հա, նեղացնում են, քանի որ այդ մարդիկ չեն գիտակցում, այդ մարդիկ չեն ճանաչում Աստծո խոսքը, այդ մարդիկ չգիտեն, թող եկեք աղոթենք, որպեսզի ոչ մեկը, այն
անհատներից հա այդ մարդկանցից չկորչի, իր հոգին չկորչի, այլ ապրի։ Մենք քրիստոնյա ենք, մենք պետքա ներենք, մենք պետքա աղոթենք, քանի որ մի ժամանակ էլ մենք անհավատ ենք եղել, մի ժամանակ էլ մենք բադ բաներ ենք արել, մենք էլ ենք մեղավոր, չկա մեկը, որ անմեղ է, բոլորս էլ մեղավոր ենք, ամեն օր կարող ենք ինչ-որ սխալներ գործել, ամեն օր կարող ենք ընկնել, սխալվել, հա, ինչ-որ բաներ ասել, գուցե ինչ-որ մեկին անգիտակից կամ գիտակցաբար ցավացնել, մենք մարդիկ ենք, բայց մենք արդարացված ենք Հիսուսի վերքերով, մենք արդարացված ենք Հիսուսի խաչելությամբ, Հիսուսի տված անվճար շնորհով, այնպես որ եկեք ուղղակի մեզ քրիստոնյա վարել պահենք եւ աղոթենք այդ մարդկանց համար, որպեսզի ոչ մեկ չկորչի, այլ ամբողջությամբ դժոխքը դատարկվի։ Թող Տերը օրհնի, հուսով եմ ձեր հարցի պատասխանը տվեցի, բավարարվեցիք պատասխանով, եթե այլ հարցեր կան, կարող եք էլի տալ, եթե ինչ-որ բաներ հարցական մնաց, կարող եք տալ, դուք մի մտածեք, Աստված ամեն ինչ տեսնում է, Աստված ամեն ինչ գիտի ու գալու է այն մարդիկ, ովքեր չեն ապաշխարելու, մինչև վերջին են, որ սենց գիծը չեն ապաշխարելու, իրանց դատը ունենալու են, դատը թողնենք Աստծո վրա, քանի որ եւ որ մենք դատում ենք, մենք մեզ Աստծո տեղն ենք դնում, դրա համար ավելի լավ է ամեն ինչ թողնենք Աստծո վրա, հանգիստ լինենք Աստծո, որ այդ մարդկանց այդ ուրախանալը, իրանց մեղքերի մեջ, իրանց հրճվելը, դա ժամանակավոր է եւ աղոթենք այդ մարդկանց համար իհարկե։ Թող Աստված օրհնի ձեզ, եկեք սիրենք մեկս մյուսին, քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ ուղարկեց իր միածին որդուն, որպեսզի մեր համար խաչին բարձրանա, մեր համար, մեր փոխարեն խաչվի եւ հարություն առնի, որպեսզի մենք իրան ընդունելով որպես մեր Տեր ու Փրկիչ հավիտենական կյանք ունենանք։ Թող Աստված օրհնի։ Արդեն այս խոսքերով ուզում եմ փակել վլոգը, ձեզ մատուցել եւ արդեն կհանդիպենք մյուս վլոգում։ Լավ մնացեք, ադիոս։